Նախկինում այդպես չէր, նախկինում եւ իմ մարզիչներն ասում էին կարող ես մտնել դաշտ, ստեղծագործել։ Այն ժամանակ մեզ համարյա ոչ մի բան չի սովորացրել, մենք նորից եմ ասում, մենք բակում ենք սովորել։ Ինչ որ բաներ եղել է, որ այնտեղից վերցրել ես ու հիմա երիտասարդներին տալիս ես։ Եթե դու ուզում ես մեծ ֆուտբոլ խաղաս, դու պետք է 4-5 ժամ պարապես։ Ունենք այդ բնավորությամբ երիտասարդների, պատանիների պակաս։ 50-ից կարող է մի հատ, երկու հատ այտենց երեխա գտնես, որ իրոք իրանք ֆուտբոլով են ապրում։ Ֆուտբոլիստներ կան, հիմա դες նայում ես, ասում ես ինքը պատրաստի հաստատ մարզիչ է։ Բայց ես մի բան եմ հասկանում, որ հենց այդ դժվարություններն է մեզ ստիմուլ եղել, որ մենք կարողացել ենք ֆուտբոլ խաղանք։ Բարև ձեզ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա YouTube-յան պաշտոնական ալիքում մենք շարունակում ենք podcast 90+ շարքը։ Այսօր իմ հյուրը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, շատերի համար կուրք եւ նաեւ այժմ ԲԿՄ-ի մարզիչ Էդգար Մանուչարյանն է։ Բարև Էդգար ջան։ Շատ շնորհակալ եմ հրավերի ընդունելու համար, ինչպես ես։ Շատ լավ։ Խառը, մարշական աշխատանքով։ Էդգար ջան, ես իզուր չնշեցի, որ շատերի համար այսպես ֆուտբոլային կուրք ես, որովհետև օրինակ անձամբ իմ եւ իմ այսպես տարիքային շատ երիտասարդների, երեխաների համար էլ այն ժամանակ շատերը գնում էին ստադիոն ֆուտբոլ էին նայում քո համար, որովհետև ես էլ անձամբ հիշում եմ, մենք հանրապետական ստադիոնից մի քանի փողոց այն կողմ էինք ապրում, գալիս էին, ասում են այսօր Էդգար Մանուչարյանը ֆուտբոլ է խաղալու, պետք է գնանք նայենք ու այդպես բոլորս գնում էինք ստադիոն, որ քո խաղը նայենք։ Միշտ իմ մեջ հարց է այսպես եղել, դու դա զգացել ես քո խաղալու տարիներին։ Իսկ որ դու գնում ես ու գիտես լիքը մարդ գալիս է քեզ համար։ Իհարկե մեծ կոմպլիմենտ է իմ համար ու առավել եւս ձեր տարիքի մարդի տղաներ կհիշեն իմ խաղը, ես այդ ժամանակ զգում էի, որ երկրպագուները շատ են սիրում ու այդ ինձ մոտիվացիա էր, որ ավելի լավ խաղայի եւ ինչքան հնարավոր ավելի շատ գոլ անեի, որպեսզի երկրպագուները ուրախանային ու իմ անունը վանկարկեին։ Մենք բոլորս, եթե հայկական ֆուտբոլ ասում էինք, առաջին այդ տարիներին, հիմա էլ իհարկե ձեր անունն էին բոլորի մտքին առաջինը գալիս։ Դա ինչ-որ sense պատասխանատվություն, միջև հիմա կա այդ պատասխանատվությունը։ Նայեք, այն ժամանակ որ ինչքան տարիքով փոքր ես լինում, չես հասկանում դրա կարևորությունը, դրա պատասխանատվությունը։ Օրինակ ես լավ հիշում եմ, երբ 15, 16, 17 տարեկան այդ տարիքին էի ու տարբեր հավաքականներում եմ խաղում, սկսած մինչև 21 տարեկանների, մինչև ազգային ու բոլորը փորձառու տղաներ էին ու ես կողքից շատ էի նայում ու հետևում էի նրանց, հասկանում եմ, որ ամեն խաղից առաջ նրանք լարված էին։ Ու ես իմ մեջ ասում եմ, ինչի են լարված, էլի, ուղղակի ֆուտբոլը խաղա, պիտի մտնես, հիմա հաղթես շատ ավելի լավ, եթե պարտվես, պիտի առաջ նայես, հա։ Ուղղակի ես այդ ժամանակ չի հասկանում, որ ես տարիքով փոքր եմ ու ինձանից շատ քիչ բան են պահանջում, այդ պատասխանատվությունը չկա իմ վրա։ Հետո որ մեծացա արդեն ես էի փորձառու, պատանի ֆուտբոլիստներ կային, ես շատ ավելի խաղերից առաջ շատ էի լարվում ու այդ ժամանակ հասկացա, որ տարիքային այդ տարբերությունը ինչ մեծ է ֆուտբոլում, բայց շատ ավելի լավ է, երբ պատանի ֆուտբոլիստները առանց լարվածության են խաղում այդպիսի մեծ խաղեր։ Հիմա ճիշտն ասած աշխատում ենք պատանի ֆուտբոլիստների հետ ու շատ քիչ ենք նկատում, որ ֆուտբոլիստը այդ տարիքում մտնում է դաշտ ու առանց լարված է։ Միշտ լարված են, միշտ լարվածությունը զգացում է ու դա միշտ խանգարում է իրենց։ Իսկ հիմա երևի ժամանակներն էլ են ստիպում, ինձ թվում է, որովհետև հիմա ավելի շատ է ուշադրությունը այն ժամանակ օրինակ երևի այդ 16-17 տարեկանի մասին կարող է այդքան չիմանային, բայց հիմա մամուլը սոցցանցերը ստիպում է, որ այդ երեխաների մասին շատ իմանան, գուցեւի դա ստիպում իրենք լարվեն, որտեղ իրենց բոլորը հետևում են։ Ու բացի ծնողներն էլ են շատ խառնվում ֆուտբոլիստների կյանքին, իհարկե ծնողը իրավունք ունի իր երեխուն ամեն քայլը հետևի, բայց այն որ շատ ծնողներ ֆուտբոլիստ չեն հասկանում ու փորձում են իրենց երեխային ինչ-որ ֆուտբոլից ուղղություն տալ կամ ճիշտ ուղու վրա դնել, դա միան խանգարում է։ Ձեզ
շատ են ասել, որ դուք հայկական ֆուտբոլի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից եք եղել։ Այդ տաղանդը ինչ որ չափի եղել է, որ վնասել է։ Կես այսինքն շատ տաղանդավոր լինել է, ինչ որ պահի հասկացես, որ չէ, ավելի լավ էր այդքան տաղանդավոր չլիներ։ Չէ, հենց դա հակառակն է եղել։ Ես եթե այդպիսի տաղանդավոր չլինեի, ես միշտ ասել եմ, ընկերներիս հետ եմ խոսացել, իմ շրջապատի, ես 22-23 տարեկանում արդեն ֆուտբոլը թողել էի։ Հա, իմ վնասվածքների պատճառով ինձ 22-23 տարեկանից հետո ինձ օգնել է այդ տաղանդը, որ ես խաղը շատ լավ եմ կարդացել, շատ լավ եմ հասկացել ու հակառակորդից 2 քայլ առաջ եմ եղել, դա ինձ շատ է օգնել մեծ ֆուտբոլում, եթե դա չլիներ, ոչ թե իմ աշխատասիրության շնորհիվ չէի կարող խաղալ, այլ վնասվածքների պատճառով արդեն հոգեբանորեն էլ կկոտրվեի շատ շուտ ու շատ դժվար հետ կգայի մեծ ֆուտբոլ, բայց տաղանդը ինձ շատ է օգնել, որ ես մինչև գոնե 33 տարեկանը խաղամ։ Բայց մի պահ մտածել ես, որ չլիներ այդ վնասվածքները, ինչ կլիներ։ Շատ եմ մտածել ու ես առավել քան վստահ, եթե վնասվածքները չլինեին, ես շատ հեռուն կգնայի։ Ուղղակի եղավ պահ, որ ես շատ ուշ դուրս եկա, այդ անցումը իմ շատ ուշ էր մանկապատանեկանից դեպի պրոֆեսիոնալ ու մեծահասակների ֆուտբոլ, շատ ուշ դուրս եկա, եթե ես մի քիչ շուտ դուրս գայի, արդեն շատ բաներ ուրիշ ձև կանեի, ավելի պրոֆեսիոնալ ձևի կանեի, մեծի նման կանեի, բայց միշտ ես ասել եմ, շատ ցավալի է, ավելի շատ ուրիշների համար շատ ցավալի է, որ ես հիմա էսի ասում եմ, որ ես երբեք հետ չեմ նայում, երբեք չեմ փոշմանել իմ անցած ճանապարհով, հաստատ 2-ից պակաս եմ եղել, բայց 100-ից ավել եմ եղել, այնտեղ եմ եղել Հոլանդիայում Այաքսում, որ շատերը կերազեին ուղղակի ստադիոնում գտնվեին, ես ոչ մի բան չեմ փոշմանում, բայց շատ երկրպագուներ, հաստատ ես գիտեմ, շատ եմ փոշմանել, որ իմ ներուժը ես երևի ամբողջ 30-40% եմ օգտագործել ու ես համամիտ եմ, որ իրենք միտեղ ճիշտ են, այո։ Այաքսից խոսեցիր, ես չեմ կարող չխոսել, շատ երիտասարդ տարիքում արդեն այնտեղ էիր։ Հիմա այսպես ինչ որ ուրախ ակնթարթներով ես Այաքսը հիշում, թե ավելի շատ այնց ցավով, որ գիտեմ, կարող էր եւ ավելի լավ լիներ։ Եվ են շատ անգամներ մտածում եմ Այաքսին շատ բան է տվել, տաղանդը չի տվել, տաղանդը իմ փոքր ժամանակվանից եղել եւ ոչ մեկ չի սովորացրել, իսկ տակտիկական ինչ որ հոգեբանորեն ավելի ֆուտբոլին ուրիշ աչքով նայելու համար Այաքսին շատ բան է տվել, մեկ էլ իրոք նեղվում եմ, որ ես չկարողացա նույն ձև Այաքսին տալ, հետ ինչքան Այաքսը ինձ տվեց, այնքան էլ ես Այաքսին, բայց նորից եմ ասում, Այաքսի իմ համար իրոք անցած էտապա իմ ակումբներից մեկն է, ոչ այն ակումբը, որ ես իրոք ինձ լավ եմ զգացել, շատ տարօրինակ կարող է թվալ, բայց մի պահ եղավ, երբ գնացի Հարլեմ, Այաքսից վարձավճարով 6 ամիս, չգիտեմ, չեմ կարող բացատրել, ուղղակի բացատրելու չի, 6 ամիս եմ այնտեղ եղել, բայց ոնց որ այդ ակումբը ինձ ամեն ինչով գրավեց։ Քոնը լիներ էլի։ Իմը լիներ, ոչ թե իմը լիներ, այլ շատ բան ես սովորեցի այնտեղից, որովհետև ոչ պրոֆեսիոնալ առաջի լիգա էր խաղում, բայց այսպես ասած խաղացողներ ոչ պրոֆեսիոնալ ուրիշ տեղել էին աշխատում, գալիս էին խաղում էին։ Հոլանդիայում եկա այդպեսի բան։ Ես հասկացա, հա, որ ես Այաքսից էի գնացել ու ինձ նայում էին այն աչքով, ոնց որ ուրիշներին։ Ես սաղի հետ հավասար եմ ու այդ շատ գրավեց ինձ, ես էլ շատ պարապմունքներին, թե խաղերին 120%-ով ներդրեցի իմ ուժերը ու այդ Հարլեմն եմ ես շատ լավ հիշում, դրա համար ակումբներ կան բացի Այաքսից, որ իրոք իմ Փյունիկը իմ առաջի ակումբն է եւ չեմ կարող մյուս ակումբներին էլ բան անել, հետ դնել, բայց ակումբներ կան, որ ինձ շատ բան է տվել։ Իսկ կապ հիմա ինչ որ ձև կա Այաքսի հետ, Այաքսի հետ չէ, Այաքսի հետ շատ շուտվանից կապ չկա, ուղղակի բայց ինձ թվում է այնտեղ հաստատ հիշում են։ Հա, իրոք Այաքսը այնպեսի ակումբ է, ոնց որ ասենք Երևանում
ասենք Փյունիկը լինի Այաքսի նման այդպիսի անունով ու ես չեմ կարծում որ Փյունիկի ամեն ֆուտբոլիստին Երևանում չիմանան Ամստերդամում մի պրոֆեսիոնալ ակումբ է դա Այաքսն է AFC-ը բայց ինքը սիրողական է դրա համար բանը Ամստերդամն է Երևանից փոքր է դրա համար բոլորը գիտեն Այաքսի ֆուտբոլիստներին ու միշտ հիշում են հիմա արդեն երիտասարդների հետ ես աշխատում ոչ միայն Այաքսում նաև հետագայում քո բայց հիմա եւի Այաքսից խոսենք ինչ որ բաներ եղել է որ այնտեղից վերցրել ես ու հիմա երիտասարդներին տալիս ես ես իմ փորձից եմ փորձում ամեն ինչ տալ երիտասարդներին ինչ տեսել եմ, ինչ սովորել եմ, ինչ Աստված ինձ տվել է, որ նույն տաղանդը, որ ոչ մեկ դաշտում ինձանից շուտ չի մտածել։ Ես միշտ հակառակորդներից միշտ առաջ եմ եղել ու շատ դժվար է դա բացատրել պատանի ֆուտբոլիստներին, որովհետև նրանք չեն հասկանա, մեջից է պիտի լինի, որ ասում են մեջից պիտի լինի, այն որ ասում են հայերը գթածակ պիտի ունենա մի քիչ էլ։ Ես իմ սովորածը, իմ ներսում եմ, որ Աստված տվել է, այդ եմ փորձում մաքսիմալ բացատրել պատանի ֆուտբոլիստներին, որ տեղ հասնի։ Հասնում է։ Նայած, շատ դժվար է, գիտեք, հիմա ոնց որ ամեն ինչ արհեստական լինի, այն ժամանակ մեզ համարյա ոչ մեկ ոչ մի բան չի սովորացրել, մենք նորից եմ ասում, մենք բակում ենք սովորել։ Պատ խաղը ես պատից եմ սովորել։ Ասենք, հա, գլխով խաղը չգիտեմ, հա, ճկունությունը, այտենց գարաժների վրայով, այտենց իջնել հելնելով, մենք այտենց ենք ֆուտբոլից դարել։ Հիմա ամեն ինչ շատ արհեստական է ու շատ ֆուտբոլիստներ էլ ասում ես, այս մի կողմից մտնում են, մի կողմից դուրս է գալի, շատերը չեն ուզում անցալեն, չեն ուզում հասկանան, որ ֆուտբոլի ճանապարհը շատ կարճ է ու ինչ ինֆորմացիա իրանք այնպիսի մարդկանցից ստանան, որ ֆուտբոլիստ են եղել, հավաքական են խաղացել ու գիտելիք ունեն, դա իրանք մաքսիմալ պիտի վերցնեն իրանց, որ հետագայում ավելի որ պրոֆեսիոնալ ֆուտբոլ մտնեն, իրանց այդ շատ պետք է գա։ Այդ շատ կարևոր թեմա է ստվում, այսինքն այդ պատանի ֆուտբոլիստները հասկանան, որ օրինակ իրենց խորհուրդ տվողը Էդգար Մանուչարյանն է, որը շատ մեծ բան է։ Ոչ մենակ, հա, ոչ մենակ Էդգար Մանուչարյանն, հիմա իմ կողքը կան շատ տարբեր մարդիկ, նույն ձեր ասած Վահագն Մինասյանը, Արմեն Գյուլբուդաղյանցը, չգիտեմ, այնտեղ Ուրարտու Ռոբերտ Արզումանյան, ովքեր Գևորգ Ղազարյան, տարբեր ով կա ֆուտբոլում, իրանցից վերցնեն, հասկանում եք, այսօր շատ պատանի ֆուտբոլիստներ իրենց ակումբներում թե կլինի Ուրարտու, թե Փյունիկ, ես չեմ ուզում նորից, ես ամենաշատը չեմ սիրում, որ ինչ-որ մեկից խոսում եմ, ինչ-որ քննադատում եմ, բայց չեմ քննադատում, ուղղակի այնպիսի մարզիչներ են իրենց սովորեցնում, որ ոչ մեկ իրեն չգիտի։ Ես հիշատն էլ ֆուտբոլ չի խաղացել, իմ համար դա արդեն մեծ բան է, որ ասենք մարզիչը ֆուտբոլ չի խաղացել, ինքը ինչպես պիտի սովորեցնի ճիշտ պաս տալը, ճիշտ ասենք բացվելը, ճիշտ գլխով խաղը, դա ես մի քիչ չեմ հասկանում։ Դրա համար այն մարդիկ, ով որ ֆուտբոլի մեջ են եղել, պրոֆեսիոնալ ֆուտբոլի մեջ են եղել ու շատ բաներ են հասել, ինձ թվում է իրանք կարող են շատ ճիշտ ու լավ ինֆորմացիա տալ պատանի ֆուտբոլիստներին։ Քո խոսքում էլ նշեցիր, այդ հիմա ավելի համակարգված է, չէ, ավելի ավտոմատացված է դառել ֆուտբոլը։ Նախկինում այդպես չէր, նախկինում եւի մարզիչներն ասում էին կարող ես մտնել դաշտ, ստեղծագործել։ Հիմա շատ է, բայց դա իր օգուտներն ունի, թե վնաս է հիմա։ Ես հիմա չեմ, ես փաստերով եմ խոսում, ընդհանրապես ֆուտբոլում ես ուզում եմ փաստերով խոսալ, որովհետեւ շատ ժամանակ ասում են ինքը շատ լավ մարզիչ է, բայց գալիս է արդյունք չի տալիս, դա իմ համար ուժեղ մարզիչ չի։ Ուժեղը նա է, որ արդյունք է տալի, փաստով։ Ուրեմն մի բան ինքը սխալ է անում, նույնն էլ այն ժամանակ, որ ոչ տակտիկա կար, ոչ ասենք վիդեո անալիզ կար, ոչ ֆիզիկականի տրիներ կար, շատ տարբեր սննդաբան, հա, դաշտերը, որ մենք պատանի հիմա ֆուտբոլիստներ ենք աշխատում, ասում են մենք այս հողոտ դաշտերում ենք համ, իրենք չեն հավատում, խնդում են։ Բայց ես մի բան եմ հասկանում, որ հենց այդ դժվարություններն է մեզ ստիմուլ եղել, որ մենք կարողացել ենք ֆուտբոլ խաղանք, թե բակում, թե հողի վրա։ Ես շատ իմ գոլեգաներին ասում եմ, պատկերացնում եք մեր ժամանակ sense խալի լիներ դաշտերը եւ կարող ենք ստիմուլ չունենայինք խաղալու։
չհասնեինք այն ամեն ինչին հասնենք, որովհետև մարդ դժվարությունները տենալով է հասնում այն ամենին, ինչին ինքը հասնում է։ Հիմա ամեն ինչ հեշտ է տրվում, բայց չեն էլ ուզում օգտագործեն դա, հասկանում եք։ Առաջ արդյունքը կար քիչ շատից Բաքվում խաղալով արդյունքը կան այն ժամանակ մինչև 19 տարեկաններին մենք խմբային փուլ մտանք ոչ թե խմբային Եվրոպայի, հա։ Հիմա ճիշտն ասած ես ոչ սկիզբն եմ տենում, ոչ վերջը, բայց այն որ մենք փորձում ենք, մենք հույսով ենք, մենք եթե աշխատում ենք ֆուտբոլի մեջ ենք, փորձում ենք ամեն ինչ անենք, որ գոնե ինչ որ հաջողությունների հասնենք տարբեր տարիքայինների հավաքականներում, չնայած ես միշտ ասել եմ ամենադժվար բանն է հավաքականներում աշխատելը, որովհետև շատ դժվար է արդյունք տալ, եթե դու ֆուտբոլիստներին 3 ամիսը մեկ ես տենում։ Ու տարբեր ակադեմիաներ կան, Ուրարտուն ուրիշ ձև է աշխատում, Փյունիկը ուրիշ սկզբունքներ ունի, Ուրարտուն ուրիշ, Նոան ուրիշ, հասկանում եք, իրանք գալիս են 3 օրով դու չես կարող այդ 3 օրում տեղ հասցնես այն ինչը դու ուզում ես հասցնես, դրա համար մի քիչ հիմա գլոբալ է, այսինքն բոլոր ակումբները պետք է նույն ձև։ Հիմա Հոլանդիա ասենք դրա խնդիրը չունեն, ֆիզիկապես իրենք պինդ են, փոքր ժամանակ ամեն ինչը իրենք ճիշտ աշխատում են, թե տակտիկական առումով, թե ֆիզիկապես են ուժեղացնում ֆուտբոլիստներին հոգեբանորեն, իրանք գալիս են հավաքական, իրանք արդեն գիտեն իրենց անելիքը ու այդտեղ մնում է մենակ մարզչի տակտիկական ինչ որ մտահղացումները։ Պատրաստի մարզիչները ստանում են ֆուտբոլիստին։ Հա, արդեն շատ հեշտ է, թե Իսպանիա էլ է տենց, Իսպանիա, Հոլանդիա տենց տար, բայց այդտեղ չկա։ Օրինակ համակարգված չի էլի, ասենք Նոան ուրիշ ձև է աշխատում, Փյունիկը ուրիշ, Արարատ Արմենիան ուրիշ, Ուրարտուն ուրիշ ու դու չես կարող ուղղակի ես անհնար եմ համարում, որ դու կարող ես շատ մրցունակ ուժեղ թիմ ստեղծել, դա ժամանակի հարց է։ Հիմա ԲԿՄ-ը մեր մոտ գալիս են ծառայողները 1.5 տարի, 2 տարին չի հերիքում։ Նույնիսկ 2 տարին, այն վերջի 3-4 ամիսը արդեն զգում ես, որ այն ինչ ուզում ես դու, որ տենաս դաշտում իրանց գործողություններում արդեն տենում ես, բայց ասենք անցել է 2 տարի։ Դա շատ բարդ հարց է, հատկապես հավաքականներում որ արդեն 3-4 օր են լինում, էլի։ Հա, 3-4 օր են լինում ու շատ դժվար է, չգիտեմ։ Շատ դժվար է։ Պայմաններից էլ շատ կարևոր։ Իրենց ֆիզիկական հիմա ազգային հավաքականում գալիս են, չգիտես, իրենք ֆիզիկական ինչ վիճակում են։ Մեկը մի հատ ցավ ունի, մեկը չի խաղացել, մեկը 20 րոպե խաղացել ու ինձ թվում է հավաքական մարզչի համար շատ դժվար է, էլի։ Բոլորին նույն վիճակի չէ։ Շատ դժվար է ու ժամանակ էլ չկա դրան, ունի այն ինչ ունի ներկա պահին։ Դրա համար նաև երիտասարդականում էլ 19-ներում էլ այդ խնդիրը կա։ Հա, երիտասարդականը բոլոր տեղերն էլ խնդիրներ հավաքականներում կան։ Բայց իմ մոտ միշտ դա հարց է եղել, ինչու եթե նախկինում չկար պայմաններ, բայց կային այդպիսի արդյունքներ, հիմա ամեն ինչ կարծես կա։ Գուցե մի փոքր դժվարացնե ֆուտբոլիստների համար կյանքը։ Նայեք, իմ համար օրինակ ես իմ կարծիքն եմ ասում, ես իմ համար եմ խոսում, իմ համար ֆուտբոլում ամենագլխավոր բանը ֆիզիկական պատրաստականությունն է ֆուտբոլիստի։ Եթե ֆուտբոլիստը չի կարում 90 րոպե վազի, չի կարում խաղա, ինքը կարում է 15 րոպե հետո հոգնում է, ինքը չի կարող հաղթի խաղ։ Դրա համար սկսենք նրանից, որ ֆիզիկական պատրաստականությունն է ֆուտբոլիստի ամենակարևոր խթանը, որ ինքը կարա ֆուտբոլ խաղա։ Չեմ ասում տակտիկա, չեմ ասում տեխնիկա, կարա Մեսսի նման ֆուտբոլիստ լինի կանգնած, բայց չվազի։ Առաջ լինում էր 70-ական թվականներին, որ կանգնած մեջքի հետևը առանց նայելու փոխանցում են տալի, դա ստացվում էր, բայց հիմա ֆուտբոլը շատ արագ է, չի կարող։ Եթե դու մի վայրկյան շուտ չմտածեցիր, չես կարող բարձր մակարդակով խաղալ, դրա համար ֆիզիկական առումով մեր ֆուտբոլիստները դեռ պատրաստ չեն։ Մենք ինչի ենք ֆիզիկական առումով այն ժամանակ պատրաստ, որովհետև ասում եմ 24 ժամ մենք ֆուտբոլ ենք խաղում։ Հիմա գալիս են 2 ժամ պարապում են։ Հիմա գալիս են 2 ժամ էլ չէ, հիմա գալիս են մի ժամ 10 րոպե պարապում են ու իրանք ուզում են մեծ ֆուտբոլ խաղալ։ Եթե դու ուզում ես մեծ ֆուտբոլ խաղալ, եթե ես դու մի ժամ ենք պարապում, իրար նույն ձև ենք խաղալու։ Ուղղակի որակներն է մի քիչ տարբեր լինելու, ին որակն ու քո, բայց եթե դու ուզում ես մեծ ֆուտբոլ խաղաս, դու պետք է 4-5 ժամ պարապես, 4-5 ժամ ինձնից ավել պարապես, որ ինձի անցնես, ուրիշ շանս չկա։ Այն ժամանակ ես ասում եմ, մենք պարապմունքներն էինք, ֆիզիկական էինք, վազում էինք անտառներում, չգիտեմ, մենք պատրաստ էինք ֆիզիկապես չէինք հոգնում ու
ես հիշում եմ մինչև նույն 19 տարեկանների առաջնությունում մենք այնպեսի խմբում էինք ընկել, որ Ֆրանսիա, Անգլիա, Բելգիա, ասենք տոп հավաքական էին, մենք էինք ֆավորիտը այդպիսի հավաքականների, ոչ թե մեր ինչ որ տեխնիկական կամ չգիտեմ ինչ որակի համար, այլ ֆիզիկականով էլ մենք ոչ մի հավաքականի չենք զիջել։ Այդ տարիների մեր գլխավոր առավելությունը դա է։ Հա, ֆիզիկապես մենք չենք զիջել ու ես վստահ եմ, որ ֆիզիկականն չենք զիջել նրա համար, որ մենք Բաքվում 24 ժամ ֆուտբոլ ենք խաղացել, միշտ շարժի մեջ ենք եղել։ Հիմա դա օրինակ չի նո, ինչ որ ձև կոմպենսացիա, օրինակ լավ այդ տարիքի երեխաները ֆիզիկապես թույլ են, օրինակ, բայց դա ինչ որ ձև, չգիտեմ, գնդակով խաղ ավելի շատ լինի, շատ չվազեն, բայց շատ խաղան գնդակով դա զարգացնեն։ Նույնիսկ ասած, ես չգիտեմ հիմա նոան ոնց է աշխատում, Ուրարտուն ինչքան իրանք ուշադրություն են դարձնում ֆիզիկական ֆիզպադգատովկի վրա, ես չեմ կարող ասել, բայց ֆիզիկական հմտությունները, պատրաստականությունը դա գալիս է նույն ձև փոքր տարիքից, ոնց որ ասենք 14, 15, այդ տարիքում, որ արդեն սկսում ես ֆիզիկապես ավելի շատ տալ, տակտիկապես այդ ժամանակ չեն տալիս, գալիս է 17-18 տարեկան ԲԿՄ2 են գալիս, մենք հիմա չգիտենք իրանց փոխանցում տալ սովորացնենք ֆիզիկապես պատրաստենք, թե տակտիկապես պատրաստել, որովհետև շատ քիչ քաշերով, ասենք տրինաժորնի զալում շատ քիչ քաշերով տալիս ենք, բայց տենում ենք իրանց համար ծանր, բայց ասենք ահավոր ինքը այդ տարիքի ֆուտբոլիստների համար ինքը շատ քիչ է, էլի։ Հիմա մենք չենք կարա շատ ավել տանք, այտենց կվնասենք ֆուտբոլիստներին, ու սենց ընդհանուր շատ հարցեր կա, որ մենք ծերը չենք կարող գտնենք, էլի։ Գլուխ կոտրուկ է։ Հա, գլուխ կոտրուկ է, հա, մենք փորձում ենք, մենք առաջ չենք ընկնում, adekvat ենք մտածում, որ չենք կարա մենք մի ամսում թե էսի տանք կոմպենսացնենք, գիտենք, որ 2 տարի ժամանակ ունենք, փորձում ենք ամեն ֆուտբոլիստին, հա, կամաց մինչև իրանց զորակոչվելը գոնե ինչ-որ բան սովորացնել։ Բայց հետոն տեսնում եք, այսինքն 2 տարվանից հետո դե հա, ինչ-որ ձև պատրաստ լինում։ Դե հա, եթե տեսնեք շատ ֆուտբոլիստներ են ԲԿՄ-ից, որ գնացել են, հիմա Բարսագուն խմբում խաղում են շատ։ Դա արդեն խոսում է նրա մասին, որ ԲԿՄ-ն շատ ինքը լավ պրոյեկտ է, որ ֆուտբոլիստները դուրս չմնան, գան խաղային պրակտիկա ունենան ու գնան իրենց ակումբներում ու ամենագլխավորը հավաքականի ֆուտբոլիստ դառնան։ ԲԿՄ-ի մասին էլ կարող ենք մի փոքր խոսել, որովհետև հիմա էլ տեսնում ենք, որ ոչ միայն հավաքականում, եթե նույնիսկ հավաքական չեն հրավիրում, բայց իրենց ակումբներում խաղաժամանակ են ստանում, լավ են խաղում։ Իհարկե սա գլոբալ խնդիր է, բայց ինչ որ չափով այս խնդիրը լուծում է գոնե այդ ֆուտբոլիստների համար, որ գալիս են խաղաժամանակ են ստանում, բայց ԲԿՄ-ի, այսինքն ամեն ինչ այդքան հեշտ չէ, էլի։ Դու էլ չես որ ԲԿՄ մարզիչների համար է շատ դժվար։ Հիմա մենք ԲԿՄ2-ից են խոսում, բայց այս ԲԿՄ-ում էլ ինձ թվում է նույն խնդիրը կա հիմնական թիմում էլ, էլի, ոչ։ Հա, հիմա քանակի խնդիր էլ կա, հասկանում եք։ Հիմա ԲԿՄ2-ում, ԲԿՄ1-ում քանակի խնդիր կա։ Ասենք մի ֆուտբոլիստ, երկու ֆուտբոլիստ հա վնասվածք են ստանում, արդեն ինչ-որ խնդիրներ է առաջանում, գնալով քանակն էլ է քչանում այնպիսի ֆուտբոլիստների համար, որ ասենք որակականով իրանք կարող են գալ ԲԿՄ բարձրագույն խմբում խաղալ։ Իհարկե իրանց համար իրանց նպատակը պետք է լինի գան ԲԿՄ2 ու ԲԿՄ2-ից գնան ԲԿՄ1 որ խաղան բարձրագույն խմբում։ Շատ դժվար է ԲԿՄ2-ից հետ գնալ իրենց ակումբ ու ակումբը հնարավորություն տա։ Այդտեն շատ քիչ ա եղել, չի եղել ինձ թվում է, դրա համար մենք փորձում ենք բացի այն որ դաշտում սովորացնելուց խորհուրդներ տալ, որ իրանք հասկանան, որ իրանց նպատակը ԲԿՄ2-ը չի, բանակը չի։ Եթե դու ուզում ես ֆուտբոլիստ դառնաս, չնայած ֆուտբոլիստներ կան, չգիտեմ, իրանք կարող են մտածեն բանակը վերջանա, այնտեղ չգիտեմ, բայց այլ 10 տարի, 12 տարի ինչի ես գնում պարապելու, ծնողներից զբաղացնում, չգիտեմ, շատ ճանապարհներով անցնում դժվար, որ հետո գաս ու ինչ որ այդ ստիմուլը կիսատ մնա, էլի։ Դժվար է, չէ՞, հասցնելը։ Հիմա այս սերնդին այդ միտքը հասցնելը հեշտ է, որ պետքա դու, այսինքն աշխատես լինես։ Ասենք ես վստահ եմ մեր տեղ ուրիշ մարզիչներ լինեն, կարող 1, 2, 3 ասեն։ Հա, հետո 4-ին ասեն, չէ, չենք կարող, էլի։ Շատ մեծ համբերություն է պետք աշխատել պատանի ֆուտբոլիստների հետ, հասկանալ, որ իրանք չեն հասկանում են, ինչ դու ես հասկանում, ինչ դու ես տեսնում։ Դու պետք է այնպես բացատրես, որ իրանք տեղ հասնի։
շատ անգամներ օրինակ ին որակներից ելնելով, որ ասենք բացատրում եմ, ուտենում եմ, իրանք դժվարանում են, ես զարմանում եմ, ուղղակի չեմ կարող հասկանալ ոնց կարաս այս գործողությունը ասենք քո մոտ դժվար ստացվի, էլի աբսուրդային, sense զարմանում եմ, հետո մտածում եմ, լավ, դա ես եմ կարացե, դա չի նշանակում դիմացինն է կարա, ու արդեն իմ բանը փոխվում է, էլի մտածելակերպը սկսում եմ ավելի པարզ ուղիներով բացատրել, որ ասենք շատ ես հարցակվողների հետ եմ, այդ փոքր դետալները հարցակվողների, ինչա պետք հարցակվողներին փորձում եմ փոքր դետալներով հասցնել, որ իրանք արդեն իրանց համար հեշտ լինի։ Ես երբ եղել եմ ՀՖՎ տեխնիկական կենտրոնում, Ավան ակադեմիայում գրեթե միշտ դու ես այնտեղ, միշտ դաշտերում, ուն կա այդ սերունդի մեջ, ոչ միայն ԴԲԿՄ 2-ին, իսկ մյուս նաև հավաքականների, ֆուտբոլիստներին էլ բնականաբար գիտես, դու տեսնում ես այդ տաղանդով, որ օրինակ այս սերունդը ձեր սերունդին օրինակ չի զիջում կամ Չէ, այն ժամանակ նայեք, այն ժամանակ 16-17 տարեկանը արդեն ինքը պիտի խաղար բարձրագույն խմբում։ Պարտավոր էր, եթե 16 տարեկան էր, հա, թե հիմա ավելի քիչ լեգիոներներ էին առաջ, ավելի շատ հնարավորություն էինք ստանում բարձրագույն խմբում խաղալ, բայց այն ժամանակ ես լավ հիշում եմ 15-16 տարեկան էի, երբ որ Փյունիկի արդեն հիմնական կազմի մեջ էի ու խաղում էի 15 տարեկանում 15 րոպե 20 րոպե մտնում այն ժամանակ Վարդան Մինասյաններ, Ավագը, Խարամյանները շատ ուժեղ ֆուտբոլիստներ էր, որ ես 3 րոպե մտնում էի դաշտ, ես գիշերը չէի քնում։ Միշտ այդ 3 րոպեն ոնց որ սաղ գիշեր մտածեի ինչ լավ էր բան, բայց հիմա ասենք չգիտեմ, ֆուտբոլիստներին հնարավորություն կա խաղալու ասենք հա բարձրագույն խմբում առաջին 11-ի մեջ իրանք էլի դժգոհ են, չգիտեմ, չեն վայելում, մենք միշտ ասում ենք, որ ֆուտբոլ եք խաղում, միշտ փորձեք վայելել այդ պահը, որովհետև այդ պահը գնալու է, մեկ էլ աշկերներդ փակելու եք, բացեք, տենակ 35 տարեկան եք, արդեն ձեր ավարտելու ժամանակն է, դրա համար ամեն օր պիտի դուք խաղը վայելեք, մտնեք, ոչ թե տանջեք ձեզ, այլ վայելեք։ Դժվար է։ Բայց որակական առումով չէ, ընդհանրապես համեմատելու չի։ Թե որակական, թե հոգեբանական, այն ժամանակ հիշում եմ, մենք ջահել ենք 15-16 տարեկան, օրինակ տարբեր թիմերի դեմ էինք խաղում, փորձառու ֆուտբոլիստների դեմ, դու չէիր կարող ուղղակի գալ, մի հատ էլ ոտերի արանքով գցել ու փորձել հեշտ անցնել, ոտերդ կջարդեին, էլի, բայց հիմա այդ բանը ես չեմ տենում, էլի, այդ հոգեբանական այդ կիրքը բան չկա, էլի։ Դա պետք է ինչ-որ ձև, բայց հասցնել ինձ թվում է։ Դե հիմա չգիտեմ, կյանքը փոխվել է, ինքը կյանքը արդեն ուրիշ, հա, պատանների մոտ ուրիշ կարևոր բաներ կա, որ հաստատ իրանց կխանգարի։ Ես շատ եմ հիմա այլ օրինակ տեսնում եմ, բոլորս ունենք Instagram, Facebook, որ 1-2 րոպե խաղում են կամ նույնիսկ չեն խաղում, բայց այնքան նկար ու բան ունեն, որ մտածում ես դե հիմա բայց շատ մեծ խնդիր է, ինքը հաստատ չի դառնալու, իրոք շատ մեծ խնդիր է։ Ես հիմա գիտեմ, ես այն որակներով հիմա լինեի, ես հիմա էլ չէի խաղա, որովհետև ես ցիմուլ չէի ունենա, ուշնու միտքս հեռասի մեջ կլներ, հա։ Ես կպահել այդ ամեն ինչը էլի։ Դե դա Աստծո տված է լինում։ Նայեք, բավական չի որ դու լավ որակներ ունես։ Աստված ինձ թվում է ծնողներին նվեր է տալիս, պատրաստ ասենք ֆուտբոլիստ, դու էլ մի քիչ սովորացնում ես, Աստծուց պիտի լինի մեջը, բայց ամենակարևոր իր բնավորությունն է։ Բնավորությունը ամեն ինչին հաղթում է։ Եթե դու բնավորություն չունես, դու չես կարող ֆուտբոլ խաղաս։ Ուղղակի չես կարող։ Ես վստահ կարող եմ ասել 100%-ով չես կարող խաղաս։ Ինչքան էլ որ օրինակ համակարգը լավ լինի, կապ չունի։ Պայմանները, ընդհանրապես կապ չունի։ Բնավորությունը ամեն ինչին հաղթում է։ Չունես ցանկություն, չունես բնավորություն, ինչ համակարգ ուզում է լինի։ Ուզում ես Մեսսին եղի, չես կարող։ Իսկ մենք հիմա ունենք այդ բնավորությամբ երիտասարդների, պատանիների պակաս։ Շատ մեծ պակաս ունենք, երևի ընդհանուր ասեմ 50-ից կարող է մի հատ երկու հատ այտենց երեխա գտնես, որ իրոք իրանք ֆուտբոլով են ապրում։ Իրանց ուշնումիտքը ֆուտբոլն է, իրանք ուզում են ֆուտբոլ խաղան, ֆուտբոլիստ դառնան։ Իրանց չի հետաքրքրում հեռախոսը ով է գրել, ինչ է արել, հա։ Իրանց ուշնումիտքը ֆուտբոլն է ու այտենց երեխեքը կխաղան։ Ինձ թվում է պետք է նաև օրինակները իրենք տեսնում են ու ունեն այդ օրինակները։ Նույն մեր նույն Յուրան Մովսիսյան, Երիխ Մխիթարյան, այսինքն իրենք ֆուտբոլիստներ, որ ունեն նպատակ։ Հա, բայց հարցին, իրանք տենում են, բայց չեն վերցնում դա։ Հենց այդ է խնդիրը։
մարզիչների գործն է այստեղ է։ Մարզիչների գործն է, հա, բայց ել եմ ասում, մարզիչը կարա ամեն օր գոռա, մարզիչը կարա նույն բանը 100 անգամ ասի, բայց եթե ֆուտբոլիստը չի ուզում ընկալի վերցնի, ամենից սուտ է, չի կարա ինքը։ Ամեն ինչը փոխվում է։ ԲԿՄ2-ից էլ մի փոքր այսպես ընդհանրական խոսեցինք, բայց պրոյեկտն էլ բնականաբար շատ լավն է, ֆուտբոլիստներին տալիս է շատ լավ հնարավորություն խաղալու, առաջ գնալու։ Այս մրցաշրջանից հենց եթե մի փոքր այսպես խոսենք, ինչ որ հնարավորություններ տեսնում եք լավ առաջ գնալու, որովհետև առաջի խմբում էլ կան թիմեր, որ լավ լեգիոներներ էլ ունեն, լավ ուժեղ թիմեր են, բայց ԲԿՄ2-ն նրանց շարքում ունի հնարավորություններ այս մրցաշրջանում։ Գնալով ամեն ինչ դժվարանում է ԲԿՄ2-ի համար, միշտ այն որ զորակոչվում են ֆուտբոլիստները, նոր ֆուտբոլիստներ կան, միշտ այն որ արդեն զերոյից, հա, միշտ արդեն ամեն տարի, ամեն կես տարի մեկ, հա, ու միշտ էլի սկսում ես զերոյից, միշտ դժվար է։ ԲԿՄ առաջինում են խնդիրներ լինում քանակի հետ կապված, մենք ենք մատակարարում, հա, ոնց ուրիշ ակումբներում, հա, ինքը շատ բարդ է, բայց որ առաջնությունը արդեն սկսելուն պես մենք կարում ենք մարտական թիմ ստեղծել 4 տարիների ընթացքում ինչ ես ընդեղ եմ, էսի 5-րդ տարին արդեն մենք մի անգամ չեմպիոն ենք դառել ու բոլոր առաջնություններում երկրորդ տեղն ենք բռնել։ Դրա համար դա խոսում է նրա մասին, որ մենք մարզիչներով լավ ենք աշխատում։ Ես դա էլ ուզում ասեի, որ մարզչական որովհետև հիմա շատ այդ սերունդ, այսինքն շատ ֆուտբոլիստներ կան 9 թվեր, 10 թվեր մեր մոտ արդեն 10 թվեր կան, հա, ակադեմիայից որակով երեխաներ կան, որ մեզ հետագայում հաստատ պետք կգան, հա, մենք այնեցա 9-10 թվերով ենք, 6-7 հոգի ունենք, նես չի տարիքով մեծ ենք, հիմա չնայած բոլոր թմեր լեգիոներներ կան, Աֆրիկայից են բերում տարբեր տեղերից, բարձ է իրենց համար պատանիների համար դժվար է իրենց դեմ խաղալ, բայց պայքարում են ու արդյունքը վերջում երևում է։ Մարզչական աշխատանքի մասին խոսեցինք, իսկապես շատ լավ է, բայց դու օրինակ քո ֆուտբոլիստ տարիքում մտածել ես որ կդառնաս մարզիչ ու նաև պատանիների հետ կաշխատես, որտեղ օրինակ ֆուտբոլիստներ կան, հիմա դες նայում ես, ասում ես ինքը պատրաստի հաստատ մարզիչ է, բայց օրինակ քո դեպքում ես անկեղծ ասեմ, երբեք չէի մտածի որ կարող ես։ Չէ, ես էլ չեմ մտածել, ճիշտն ասած, բայց իմ ձգտում, իմ ստիմուլը եղել է այն, որ եթե ես ու մնացած խաղացած ֆուտբոլիստները մեր փորձը չտանք պատանի երեխաներին, ում պիտի տանք, մեր մեջ մերցնելու ենք ու անցնի գնա, մենակ դրա համար թե ինչքանով մենք կարողանանք իրենց տալ այն ինչը մենք տեսել ենք, ինչի մեջով անցել ենք, դա ժամանակը ցույց կտա, բայց մենք չենք սպասում պատասխանի, որ պատանի ֆուտբոլիստները ստեղ ասեն, այս մարդը ինձ լիքը բան է սովորացրել, չէ, մենք դրա կարիքը ընդհանրապես չունենք, ուղղակի ուզում ենք փորձենք ամեն ինչով օգնենք հայկական ֆուտբոլին ավելի շատ ֆուտբոլիստներ տանք տարբեր հավաքականներ։ Հիմնականում այս տարիքի ֆուտբոլիստների մարզիչները այդպես հետնաբերում են մնում, էլի ոչ մեկ չգիտի, հիմա Մեսսի ամենաառաջի մարզիչը կամ չգիտեմ այս ֆուտբոլիստների այդ ճանապարհն է։ Դե հիմա կյանքն է, տենց հիմա շատ ակումբներում միշտ գլխավոր մարզչի անունն են տալիս, բայց հավատացեք, ակումբում շատ կարևոր մարդիկ էլ կան, որ իրանց անունը չեն տալիս, բայց իրանք շատ են օգնում ընդհանուր թիմային։ Հիմա եթե ասենք Բարսելոն Ֆլիկն է, մենակ Ֆլիկը ոչ մի բան չի կարող հաղթի։ Եթե չունենա թիմ, հենց թիմն է ամենակարևորը։ Բայց ապագայում ես տեսնում ես արդեն որպես Պրեմիեր լիգայի ակումբների կամ հավաքականների։ Ես ճիշտ ասած առաջ ինչ որ բաներ երազում էի, ասում էի ես, բայց ինչքան մեծանում եմ, այնքան այսօրվա օրով եմ ապրում, որովհետև ես հասկանում եմ, որ եթե այսօր չգնահատես, վաղը կարա չգա, այսօր պիտի գնահատես ու փառք տաս Աստծուն, որ վաղը լուսացնես ու էլի քո նպատակները առաջ տանես։ Կամաց առաջ շարժվես այսօրվա օրով։ Կոպիտ ասած, ես գիտեմ նաև, քանի որ այսպես մի փոքր ֆուտբոլից շեղում եմ, նաև տեսնում եմ, գիտեմ, որ գրքեր ես, չէ, շատ կարդում, կա այդպիսի գիրք, օրինակ, չգիտեմ, որ հենց պատանի ֆուտբոլից հենա խորհուրդ ես տա, ինչ որ ցանկ, որ անպայման պետք է կարդակ, օրինակ։ Չէ, այտենց, որովհետև մարդիկ տարբեր են։ Ես կարամ մի գիրք հավանեմ, դիմացինս չհավանի, դրա համար դա շատ անձնական
բան է, բայց գիրքը շատ կարևոր է, շատ է ինձ փոխել գիրքը կյանքում։ Ֆուտբոլիստ ժամանակ թե արդեն Չէ, ֆուտբոլիստ ժամանակ չէի կարդում, ճիշտ ասած չէի սիրում, հա, հոգնում էի, մի էջ կարդում եմ, ասում էի 200 էջ պետք է կարդամ, դրանից արդեն վանում էր ինձ այդ բանը գիրքը, որ ավարտեցի, այդ ժամանակ սկսեցի կարդալ ու հասկացա, որ ինչքան շատ բան եմ բաց թողել ու ինձ գիրքը, տարբեր գրքեր ինձ տարբեր ձևով են փոխում հայացքը դեպի կյանքին, դրա համար ժամանակ եթե ունենում եմ շատ եմ կարդում։ Դա էլ է ինձ թվում է, բայց ֆուտբոլիստներից ամենահայտնի օրինակը Վիտուխելի օրինակն է, որ Մխիթարյանին գիրքեր խորտվել կարդալու, անունը հիմա չեմ հիշում, թենիսի մոտիվացնող, կարդացել էր ու ասում էր այդ գրքից հետո իմ կարիերան փոխվեց։ Հա, շատ հնարավոր է, որ ֆուտբոլիստ ինչ որ մի բան կարդալուց հետո ինքը լրիվ ասենք ուրիշ մարդ դառնա, էլի, նույնն էլ մարդ, որ կյանքում ապրում է, ինքը չի ճանաչում Աստծուն, Աստվածաշունչը բացում է կարդում, արդեն կամաց ինքը հասկանում է, որ ինչքան բան է բաց թողել ու արդեն իր կյանքում լիքը բան է փոխվում։ Դա էլ է, էլի գալիս է, որ մարդ, այսքան ֆուտբոլիստը ինքը պետք է ցանկանա։ Օրինակ ցանկանա կգա օրինակ խորհուրդ կհարցնի, ասի ինչ պահ է լինում, հա, ես չգիտեմ, ճակատագին հավատում եմ ու գիտեմ, ամեն մարդ ընդեղ է, որտեղ պիտի լինի հենց այդ պահին։ Ես տենց եմ հասկանում ու եթե գալիս է ժամանակ, որ ֆուտբոլիստի մեջ ինչ որ մի բան պիտի փոխվի իր գլխի մեջ, հաստատ կփոխվի, թե հիմա գիրք կարդալով, թե ինչ որ մեկին օգնելով կամ ֆիլմ նայելով, դա արդեն ըստ սիտուացիայի է էլի գալիս։ Բայց հիմա եթե այսպես առարկայական օրինակ ինչ որ մի գիրք, որը հաստատ կցանկանաք բոլորը կարդան, որն է։ Կա այդպիսի գիրք։ Աստվածաշունչ։ Ես էլ ինձ որ հարցնում եմ, շատ հաճախ դա իմ համար ինքը գրքերի գիրքն է, ինքը ուրիշ դա էլի կան շատ գրքեր, նույն Նարեկացի ես տենց հոգևոր գրքեր եմ սիրում կարդալ։ Ոչ միշտ, բայց միշտ փորձում եմ տարբեր թեմաների գրքեր կարդալ, բայց իմ համար որ հարցնում եք գիրքը, դա Աստվածաշունչն է։ Հիմա օրինակ եթե ֆուտբոլիստ տարիքում կարդայիք կամ այդպես լիներ, գուցե շատ բան կարար փոխվեր, շատ բան, հա։ Դեպի ավելի լավ ամեն։ Շատ բան կարար փոխվեր, ասենք հավատքը կար, բայց հիմա շատ մարդկանց նման շատ մարդիկ հավատում են, բայց չգիտեն ինչին են հավատում ու ինչ է այդ էլի։ Ուղղակի ասել են պետք է հավատաս, ընտանիքից եկել է, հա։ Նույնն էլ ես էի փոքր ժամանակ։ Ես վստահ եմ, որ կարա շատ բան փոխվի, բայց էլ եմ ասում, ուրեմն ավելի լավ էր ուշ հասկանայի, քան թե շուտ։ Ամեն տարիքում տարբեր ձև է, այդ տարիքում կարդայք շատ, այլ կերպ լիներ, հիմա այսօր կարաս ուրիշ ձև հասկանաս, վաղը ուրիշ։ Ես այդպես միշտ փոքրիկ իշխան եմ խորհուրդ տալի ու ես իմ մոտավորապես 10 տարի առաջ կարդացել էի բոլորովին այլ կերպ էի հասկանում, հիմա վերջերս է կարդացի լրիվ ուրիշ ձև։ Գիրքը հենց գրքի բանը, այն գիրքը չէ, որ կարդացել եմ։ Գրքի որակն էլ հենց այդ է, էլի, որ տարբեր ժամանակներում տարբեր ձև կարաս հասկանաս։ Ես հույս ունեմ, որ մեր պատանիներն կկարդան էլի գոնե ու գոնե այդպես։ Հա, ուղղակի որ իրանք էդի ամեն մարդ ինքը պիտի զգա։ Հելի մենք էլի ասում ենք գրադարան կա մեր մոտ պարոն Աղբալյանը, մեր տնօրենը։ Ամեն խաղից հետո այդ գիրքը նվիրելու։ Հա, հատուկ գրադարան կա, ամեն ֆուտբոլիստ կարա ազատ մտնի, մի գիրք վերցնի, տանի կարդա, էլի բերի դնի, բայց այսքան ժամանակ չեմ տեսել։ Մեկը, հա, գա, կամ ես չեմ տեսել, կամ չկա։ Կամ չկա։ Դե արդեն շատ խոր է ինձ թվում։ Դե հա, դա ամեն մեկի անձնական բանն է։ Հա, չես կարող ստիպել, բայց լավ կլինի որ լինի։ Ընդ ստարտն է կարևոր էլ է ամենա։ Որ հենց սկսեցին, հենց սկսեն ամենադժվար էլի։ Այսպես ընդհանուր, եթե խոսում ենք ու պարզ է, որ ցանկացած ֆուտբոլիստից է էլի գալիս։ Եթե ֆուտբոլիստն ունեցավ ցանկություն, բնավորություն կդառնա։ Ու եթե այսպես փորձենք բաց խոսել խնդիրներից, եւ ամենագլխավոր խնդիրը հենց դա է, հիմա մեր մոտ պատանիների մոտ ցանկության, բնավորության պակաս, երևի լավ ֆուտբոլիստ դառնալու կյանքից է գալի։ Ու մի կյանքն է փոխվել էլի, մեր հիմա լիքը բաներ օրինակ մեր ժամանակվանից մեր տարիքի մարդիկ լիքը բաներ չեն հասկանում, թե ոնց կարա սենս լինի, բայց պատանների համար դա շատ նորմալ է, 20-30 տարի հետո իրանց համար այս կյանքը բան ալնելու չեն հասկանալու եկած կյանքը, դա ժամանակները սրանից ավելի չի ժամանակը կլինի, հաստատ կլինի, ինձ թվում է
միշտ որ դեպի կյանքը վատն է գնացել, վատն է եղել։ Շատ քիչ դեպքեր եղել, որ վատից դեպի լավն է եկել։ Հետ էլ ինչ-որ գլոբալ փոփոխություններ է պետք, բայց չգիտեմ։ Բայց նույն չգիտեմ պայմանների եւ մնացածի առումով սրանից ավելի լավ չեմ հասկանում ինչ կարող է լինել, էլի։ Եվ մարզիչներ օրինակ կան, որոնք փորձ երկար ճանապարհ ունեն եւ խաղադաշտերը, չգիտեմ, եւ նրանց խաղալու հնարավորությունն է։ Դաշտերը կա ամեն ինչ կա, բայց իրանց ստիմուլը չկա։ Իրանք, չգիտեմ, ամեն ինչով կզբաղվեն տարբեր բաներով, բայց հիմնական դրա համար մենք միշտ իրանց ասում ենք ֆուտբոլից դառնալ, ֆուտբոլիստ լինել, դա շատ դժվար բան է։ Դու պետք է մենակ վերցնես ֆուտբոլը ու մենակ ֆուտբոլի մասին մտածես, չես կարող ուրիշ բանի մասին մտածես։ Արդյոք պատրաստ ես դու այդ ճանապարհը վերցնել, այդ բեռը վերցնել։ Եթե հա, դու ասենք մինչև հիմա նայեք Կրիստիանո Ռոնալդոն 40-ա 41 է, բայց ինքը այն որ իր նման հա աշխարհում մի հատ է, բայց իր ստիմուլը, ինքը կարա ընդհանրապես չպարապի, ինքը կարա ոչ մի բան չանի, բայց ինքը իրան է ուզում ապացուցի, որ ես ուզում եմ առաջ գնամ, էլի, բայց առաջ էլ գնալու տեղ չկա, բայց իր այդ մտածելակերպն է, նայեք ուր է իրան հասցրել, էլի, չնայած այտենց դարը մեկ է ծնվում այտենց։ Հա, Ռոնալդոն բացառիկ օրինակ է, բայց էլ եմ ասում, նայեք բոլոր ֆուտբոլիստներին 99%-ը ֆուտբոլիստների ճանաչված, իրանք դժվար ճանապարհով են անցել։ Իրանք հաշ չեն ունեցել, իրանք ծնողները փող չեն ունեցել, 24 ժամ աշխատել են, որ մի կտոր հաց առնեն։ Միշտ պատմությունով, բանով, ստատիստիկայով այտենց ֆուտբոլիստներն են։ Դժվարություն տեսած ֆուտբոլիստներն են հասել հաջողության։ Շատ քիչ դեպքերում է որ եղել է հակառակը։ Հիմա էլ որ արագ փորձենք մտածենք, նույն Մոդրիչը, չգիտեմ, Գաբրիել ֆուտբոլիստները, որ փոքր ժամանակվա նկարները տեսնում ես, հա ինչ որ դժվարություններ։ Իրանք գիտեն այդ դժվարության գինը։ Դրա համար էլ, հա, հետո էլի փող են ունենում, բայց իրանք գիտեն ինչի վրա ծախսեն ու ամեն ցենտը իրանք գնահատում են։ Իսկ Եվրոպայում հիմա բոլոր, չգիտեմ, top ֆուտբոլիստներն էլ այդ ճանապարհով են էլի անցնում, դժվարություններով հետո հասնում են։ Դժվարությունն է մարդուն ճիշտ ճանապարհի վրա դնում։ Բայց օրինակ չի կարող այնպես լինել, չնայած այնպեսի համակարգ լինել, որ առանց այդ ամենը տեսնելու կամ առանց այդ ցանկությունն ունենալու գաս համակարգ լինի, պարապես 2 ժամ գնաս, գաս պարապես մարդ, եթե ինքը դժվարությունը զգում է ու գիտի, որ ինքը պիտի գնա պարապի, դա շատ կարևոր է։ Հիմա ասենք նույնը չի, երեխա կա, ինքը ամեն ինչով ապահոված է, ինքը կարա մտածի ինչի գնամ պարապեմ, մեկը էսի ուզենամ կունենամ, բայց այն մեկը ով դժվար է ապրում, ինքը չի կարա տես մտածի, ինքը պետք է գնա։ Դրա համար շատ անգամներ ասում են մի պարտությունը 10 հաղթանակից ավել է, որովհետև պարտությունով դու հասկանում ես, որ վերևն է իր, ընկար ներքև, հիմա պետք է հելնես, կարաս էլի ընկնես, կյանքը քեզ ուզում է ցույց տա, որ ընկնելուց պետք է հելնես, 5 աստիճան հելար, էլի գալու է ժամանակը, որ դու պիտի ընկնես, հարցերն է, դու պատրաստ ես էլի ոտքի կանգնես, թե չէ։ Շատ ֆուտբոլիստներ այդ հոգեբանական այդ առումով, հոգեբանական կոտրվում են հոգեբանորեն, չեն կարում բարձրանալ, հա։ Բայց կյանքը բոլորիս, թե ֆուտբոլում, թե տարբեր բնագավառներում միշտ ստիպում է ոտքի կանգնել ու ձգտել, գնալ առաջ։ Կյանքը դրանով է հետաքրքիր։ Այդտեղ էլ մարզիչների դերն է գալիս, էլի։ Այդտեղ էլ մարզիչներն էլ պիտի ճիշտ ճանապարհի վրա դնեն, ճիշտ խորհուրդներ տան, որպեսզի ֆուտբոլիստները հույս ունենանք, որ լավ կլինի։ Հույս ունենանք։ Պատանի ֆուտբոլիստները դրա համար ենք աշխատում, եթե մենք մտածեինք հույս չկա, մենք այն որ հոգնել ենք ֆուտբոլից, մի քիչ ուրիշ, ասենք, բնագավառում, ես ինձ տենում եմ ուրիշ բնագավառում, բայց այն որ գիտեմ, ես հələ դեռ միսիան չեմ ավարտել ֆուտբոլում, գիտեմ, որ կարամ պատանի ֆուտբոլիստներին օգնեմ ու մինչև վերջ գնալու ենք։ Շատ լավ բան է, երբևէ մտածել ես կամ ասել ես, որ հոգնել եմ դե արդեն ֆուտբոլից։ Ճիշտ ասած, հա, ես անկեղծ եմ ասում, վերջի տարիներին, որ ես ֆուտբոլ եմ խաղում, իրոք հոգնել է, թե շատ վնասվածներից էր, թե չգիտեմ, հոգեբաններն ես այն որ մաշել էի, որ ֆուտբոլը վերջ թարգեցի, հա, ֆուտբոլը որ թարգեցի, իմ ընկերները ֆուտբոլի գնում են ամեն շաբաթ խաղում են, ինձ էլ են հրավիրում, ասում եմ, չէ, ես հոգնել եմ, էլի չեմ ուզում խաղամ, այտենց շատ, հա, այտենց շատ է հոգնել ֆուտբոլից,
ես սիրում եմ այս կյանքը վայելել, ասենք ճանապարհորդել, բնության մեջ լինել, այդ է իմ համար կյանքը։ Իմ համար կյանքը այն չի, առավոտին 9 գնամ աշխատանքի 6-ին վերջացնեմ, մեկ էլ մազերը սպիտակի, հասկանամ կյանքը արդեն 70%-ով ավարտվել է։ Բայց դրան հասնելու համար էլ պետք է Դրան էլ հասնելու համար է պիտի աշխատես, հա, բայց այն որ հնարավորություն ես ունեմ, որ բնության մեջ լինեմ, հոգեպես իմ մտքերի հետ լինեմ, դա ես անպայման անում եմ։ Ես հույս ունեմ, որ չի կապա, որ դու ֆուտբոլից օգնես, Չէ, նկատի ունեմ ֆուտբոլ խաղալուց, ոչ սովորացնելուց, ոչ թե սովորացնելուց, այլ ֆուտբոլ խաղալուց, այդ ֆուտբոլի այդ ամեն չնայած հիմա արդեն կարոտել եմ, որ հավաքներ էինք անում, հավաքական, հիմա այդ հավաքներն էլ եմ կարոտել, չնայած ԲԿՄ 2-ով չի ստացվում հավաքներ, բայց գալիս է, որ ֆուտբոլն ինչ-որ մի բան կարոտում ես, ինչ-որ մի բանի շատ ես հոգնում, էլի, դա ինչ-որ այդ նորմալ երևույթ է ինձ թվում է։ Ես դա լեզուն հասնել այդ ֆուտբոլ խաղալու տարիներին ամեն դեպքում կարոտով, ինչ-որ մի բան կարոտով հիշում ես, էլի, այդ տարիները, չէ՞։ Դե չես կարա չհիշես, հա, հավաքները, խաղերը, այդ խաղերից առաջ այդ process-ը, դե parza չես կարա մոռանաս, բայց ու երևի այդ հաճույք ստանալներ ստիպում էր, որ լավ խաղային, այսինքն լավ արդյունքներ լինեն։ Այսինքն ավտոմատ չէ, դե հիմա էլի հավաքա, պետքա գնանք, մնանք, հետո նայեք, այն ժամանակ մենք արդյունքներ էինք տալիս, երկրպագուներն էլ էին գալիս, այդ է ստիմուլ էր, որ ամեն մարդ չի հասկանա, այն որ ճիշտ խոսք ասում եմ, դու պիտի ֆուտբոլի մեջ լինես, ֆուտբոլիստ լինես, որ նոր հասկանաս դրա այն կոպիտ բառը, մասնորը կայֆը որն է, էլի, այդ քեզ ճանաչելը, երկրպագուները որ քո անունը վանկարկում են, այդ ամեն ինչը պիտի ֆուտբոլիստ լինես, որ հասկանաս, որովհետև այսօր շատ ծնողներ կան, իրանք դիվան նստած խորհուրդ են տալիս, իրանք երեխեքին, իրանք չգիտեմ, բայց իրանք չգիտեն ֆուտբոլը ինչ բան է, էլի, հա, պիտի անպայման ֆուտբոլի մեջ լինես, այդ զգացողությունը զգաս, որ նոր հասկանաս ոնց է, որտեվ այդ ինչի ասեց, որտեվ ծնողները գիտեն ֆուտբոլը շատ պարզ բան է, հա, վազում ես, բա ոնց եղավ, այս պասին չհասավ, կամ այնուր տվեց, իրանք չեն հասկանում, էլի, որ ամեն ինչ բարդ է ֆուտբոլում, այտենց էս չի։ Միայն դաշտում չի, էլի, մինչև դաշտից հետո այնքան բան է կատարվում, որ հա, ծնողներից հիմա ինձ թվում է կան ֆուտբոլում ամենաբարդն է, որովհետև ես գիտեմ, հա, որ ծնողները կան իհարկե, որ շատ օգնում են ֆուտբոլիստներից։ Հա, դա այն ծնողները, որ adekvat են։ Հա, իսկ ոչ adekvatները կարդում են Մեսսի աշխատավարձը ու մտածում են իրանց երեխան այդքան պիտի։ Հայտնի սկեչն է, որ ասում են ինչ ես, նստած գնա ֆուտբոլ խաղա, հիմա։ Դա մի քիչ բարդ հարց է, էլի։ Դրա մասին խոսեցինք, որ ֆուտբոլիստ երևի դառնում են հենց իսկապես նրանք, որ ունեն ինչ-որ մոտիվացիա եւ փորձում են գնան ֆուտբոլի շնորհիվ հասնեն այդ մոտիվացիային, էլի։ Հա, մոտիվացիա, խարակտեր, ձգտել ֆուտբոլիստ դառնալ, ամեն ինչից կտրել քեզ ու հաստատ այնց ֆուտբոլիստները խաղում են։ Ես հույս ունեմ, որ մեր մոտ հիմա կլինեն կամ եթե մենք նույնիսկ չգիտենք, բայց եթե հույսով չլինենք, մենք իզուր ենք աշխատում, թե միշտ հույսով լինենք։ Վերջում այսպես քո խոսքը կուզեմ լսեմ մեր երկրպագուներին, որոնք միշտ սպասում են, չգիտեմ, մեր հաղթանակներին, մեր հաջողություններին, նրանց ինչ կասես։ Նայեք, ապագա սերնդի մասով հատկապես։ Իմ կարծիքով երկրպագուները ինչքան են տանջվել, ինչքան են իրենց եսը թողել, եկել դաշտ, պարտություններից հետո միշտ մեր կողքին եղել ու քիչ շատից թե մենք ինչքան ենք իրանց վերադարձել այդ բանը, դա իմ գնահատականը չի, իմ չեմ կարող գնահատական տամ, բայց ես մի բան գիտեմ, որ իրանք արժանի են մեր հայ ազգը, արժանի է ուրախության, որովհետև միշտ պատմեն Արարատ 73-ի մասին ու չենք տեսել մենք, բայց արդեն պատկերացնում ենք ինչ ա եղել։ Ստադիոնները մեկ-մեկ խաղը ցույց են տալիս 70,000, 80,000 ու մենք հասկանում ենք ինչքան են մեր ազգը ֆուտբոլ սիրել ու դրա կարոտը կա։ Ես վստահ եմ, որ մեր հավաքականները, տարբեր հավաքականներ, հիմա մինչև 21 տարեկանները աշխարհաշությունն էլ ստեղ լինելու, եթե մենք կարանք արդյունք տանք ազգային հավաքական, տարբեր հավաքականները, ես վստահ եմ նորից իրանք գալու են։ Մնում է, որ մենք ճիշտ աշխատենք, մեկս մեկի համար աշխատենք, եսասեր չլինենք, ուզող լինենք, որ շատ մարդիկ հիմա երևի իրար հետ են աշխատում, մտածում են իրար մրցակից են, բայց չէ, միասնականությունն ամենակարևորը, մարդ պիտի հասկանա, որ մեկը մեկին պիտի օգնի, որպեսզի մեր ֆուտբոլը առաջ գնա, մենակ այդ դեպքում
մեր ֆուտբոլը առաջ կգնա ու ես վստահ եմ, որ երկրպագուներն միշտ մեր կողքին կլինեն, իրանց ցանկանում եմ համբերություն ամենակարևորը ու հույսով եմ, որ մենք կտենանք այդ հաջողությունը մեր հավաքականում։ Այդ մրցակցելը լավ բան է միմյանց մեջ, բայց եթե ընդհանուր մի գաղափարի համար է։ Չէ, դե մրցակցելը հա, օրինակ ես կարամ մրցակցեմ Նոայի մարշի հետ, N1-ի մարշի հետ, բայց ասենք եթե Նոայում կամ ասենք Փյունիկում կա մարզիչներ, որ ասենք, չգիտեմ, մեկը 17-ի 1-ում է բանանում աշխատում, մեկը 17-ի 2-ում, հա, էլի կարաս մրցակցես, բայց ընդհանուր մի բանի համար եք, գաղափարի համար եք դուք անում, Ուրարտու ակումբի համար, կամ Փյունիկի, կամ Նոայի, էլի, հա, ոչ թե կոնկրետ դու իրա հետ, այլ ասենք ակումբի համար ես դու անում, ֆուտբոլիստներ ես մատակարարում, աճացնում։ Ես այդ նկատի ունեմ, պիտի լինի փոխօգնություն ամենակարևորը ու ուրիշների հաջողությունով միշտ ուրախացող։ Ամենակարևորը երևի դա է, որ ընդհանուր միասնականություն լինել մեկ գաղափարի շուրջ հավաքել։ Չի կարա միասնականություն չլինի ու ինչ որ հաջողություն լինի, դա անհնար է։ Շնորհակալություն շատ զրույցի համար, ես հույս ունեմ իհարկե որ հաղթանակները դեռ գալու են եւ լինելու են։ Շնորհակալություն, podcast 90+-ի այսօրվա հաղորդումն այսքանն էր, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Լավ եղեք։